Իշխանությունը չի ընդունում ժողովրդի քվեն եւ փորձում է նախ վարկաբեկել մարդկանց, հետո հարձակման է անցնում, վստահ են ընդդիմադիրները։ Նրանք խիստ դատապարտում են գործելավոճը, որը դրսևորվեց նաեւ Գյումրիում։ Արծվիկ Մինասյանն ասում է, որևէ մեկն իրավունք չունի խախտել մարդու անմեղության կանխավարկածը։ Երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, падգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության արկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարքագծի մասին։ Եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններ եք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները մեկը մյուսին հերթ չտալով շարունակեցին պնդել, որ նախկինները եկել են, կառավարման լծակներ ստացել ու անցել իրենց սիրելի զբաղմունքին։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Տեսեք, թե 7 տարի ինչեր եք արել։ Ինչքան պիտի բացահայտվի, եւ ինչքան, պարոն Ռուբինյան, ավարտելով խոսքս ձերից ձևակերպամ, ինչքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից։ Պարոն Մինասյան, ինչի եք խախտում մեր անմեղության կանխավարկածը եւ մեզ մեղադրում քաղաքական ռեպրեսիաների մեջ։ Մի խախտեք մեր անմեղության կանխավարկածը։ Եթե պարզվի, որ Ղուկասյանն անմեղ է, Ռուբինյանը ներողություն կխնդրի։ Դուք պատրաստ լինելու եք, եթե այս մեղադրանքները փշրվելուց հետո հաստատվի, որ այդպիսի բան չկա, հրապարակային ներողություն խնդրել ձեր արտահայտությունների համար։ Լավ հարց է տալիս, դուք Չարչյանին դատապարտում եք։ Ընդդիմադիրները չեն հավատում իշխանության հրապարակած ձայնագրություններին եւ ուրեմն այդ փաստարկները համոզիչ չեն։ Դուք հիմա ահաբեկչություն էլ իսկական բացահայտեք, կաշառքել բացահայտեք, ձեզ չեն հավատում։ Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ինչն է, որ չկեղծեք։ Անմեղության կանխավարկածի խախտման հարցը Ռուբինյանը պարզաբանեց լրագրողների հետ զրույցում։ Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Փոխոսնակին լրագրողները հիշեցնում են, նույն հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութի վերջում ծանոթվում է, որ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատավճռով։ Շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում։ Մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Գյումրիի դեպքերը եւս վկայում են, որ Նիկոլ Փաշինյանին պետք է օր առաջ հեռացնել իշխանությունից։ Այս իշխանությանը հնարավոր է տուն ուղարկել իմպիչմենտի միջոցով շարունակում են պնդել հանրապետականները։ Պատիվ ունեմ խմբակցության հայտարարության նախագծի տակ, որտեղ խոսվում է Փաշինյանին անվստահություն հայտնելու անհրաժեշտության մասին, ընդդիմադիր 34 падգամավոր է ստորագրել։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկում հայտարարության նախագծի օրակարգում ընդգրկելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին։ Մենք ձեռնպատ քվեարկենք այս պահին։ Պատիվ ունեմ խմբակցության հայտարարության նախագիծն այդպես էլ ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չմտավ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։